հարցեր, դիտողություններ չկան, այդ դեպքում օրակարգի նախագիծը ներկայացնում քվեարկության, ովքեր են կողմ օրակարգի նախագիծը հաստատել են կողմ 6 դեմ չունենք, օրակարգը հաստատված է եւ 6 Ես ամեն դեպքում 6 եմ արձանագրել, որտեղ մենք 6-ով ենք նիստին մասնակցում։ Դուք, պարոն Սարգսյան, դուք չեք կարող տեղից խոսել, քանի ես ձեզ խոսք չեմ տվել, իսկ խոսք տալու հնարավորություն այս դեպքում, այս նիստում, կարծում եմ, չգիտենք, պարոն Սարգսյան, դուք խոսելու համար պիտի ձայն խնդրեք, եթե ձայն ձեզ կտրամադրվի, դուք չխնդրեցիք, նստեք, պարոն Սարգսյան, նստեք, պարոն Սարգսյան, դուք, պարոն Սարգսյան, նստեք, նստեք, Կենտրոնական հանձնաժողովի քվեարկության կարգը հստակ սահմանված է ընտրական օրենսգրքով։ Պատկերացրեք այո ու այլևս մի խոսեք, պարոն Սարգսյան։ Դուք, պարոն Սարգսյան, դադարեք խոսել։ Մենք, պարոն Սարգսյան, մենք չենք կանչել, մենք հրավիրել ենք կուսակցությունների լիազոր ներկայացուցիչներին։ Պարոն Սարգսյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հրավիրել են լիազոր ներկայացուցիչներին, որը մեկին չեն կանչել։ Դուք կարող եք չգալ ու եթե շարունակեք այսպես անդադ խոսել, ես ստիպված եմ լինելու ձեզ դուրս հրավիրել։ Պարոն Սարգսյան, բացառք չկա, ես նախագահի իրավունքով ձեզ ասում եմ, եթե դուք շարունակեք նիստը խանգարել, պարոն Սարգսյան, ես ձեզ տեղեկացնել, որ գոյություն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգ, որի համաձայն վերաբերման նիստերին, պարոն Սարգսյան, դադարեք խոսել։ Եկեք հարգելի գործընկերներ, եկեք մեր նիստը վարենք, եթե այսպես ասենք, մեր իրողությունը այսպիսին է, մեր նիստը մենք պիտի վարենք։ Պարոն Սարգսյան, կրկնում եմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեարկության Պարոն Սարգսյան, դուք լռեք, ոչ թե սպասեք, դուք լռեք, որովհետև նիստը խանգարում եք, հարգեք մյուս գործընկերներին, դուք միակն եք, որը որ այս տարիներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես կուսակցության լիազոր ներկայացուցիչ, այսինքն կուսակցության առաջնորդ ինքը իրեն լիազորած ոչ չկա, բայց կրկնում եմ, որ միակն եք, խնդրում ենք ձեզ Իհարկե չկա։ Եվ դե լռեք, վերջ։